Պարոն Գրիգորյան, ՔՊ-ում ցուցակներն են բարձում, պատգամավորների հարցաքննում են, հարցեր են ուղղում, որոշում են կայացնում, կամ պատգամավորներ, որոնք չեն լինելու։ Մյուս ցուցակում Կարեն Սարուխանյանի մասին է խոսվում, Հայկ Սարգսյանի, ձեր մասով ինչ կա։ Տեսեք, նախ հարցաքննում չի, ըստ էության դա հարցեր են ուղղում եւ ըստ այդմ պատասխանի, չգիտեմ ում են հաստատել, թե ում չեն հաստատել, համենայն դեպս ինձ դեռ չեն կանչել եւ որովհետեւ մտավախություն չունեմ, կուսակցությունը դա ընտանիք է եւ ընտանիքի գաղափարախոսություն է եւ ընտանիքում ոնց որոշեմ, այնպես էլ բոլորս կանենք եւ դրա մեջ որից խնդիր չեմ տենում, դա իրապես ժողովրդավարությունն է, որը մենք բազմից ասել ենք եւ ասում ենք։ Ձեզ չեն կանչել դեռ հարցեր տալու։ Ոչ։ Ինչ եք կարծում, ձեզ կընտրեն թե ոչ, որովհետև միշտ ակտիվ եք եղել, պաշտպանել եք Նիկոլ Փաշինյանի բոլոր ասածները, համակարծիք եք եղել, կիսել եք։ Տեսեք, ոչ թե ընտրում են իրենք, այլ իրենք հաստատում են եւ կուսակցականներն ընտրում են, այսինքն այդտեղ վարչությունը չի որ ընտրում է։ Եվ որովհետեւ մտավախություն չունեմ, կցանկանան հաստատել եւ իմ կուսակցական ընկերները կցանկանան ինձ նորից տեսնել ազգային ժողովում կընտրեն, չեն հաստատի քննարկեն, եթե կհաստատեն, եթե չեն հաստատի, կամ կուսակցականները կընտրեն կամ չեն ընտրի։ Ըստ էության կախված է կուսակցական ընկերներից եւ եթե ցանկանան ինձ տեսնել, կտեսնեն, եթե չէ, այստեղ որովհետեւ շատ լուրջ խնդիր չկա եւ այնպես չի որ ազգային ժողովը տենց հանգստավայր է, որ պետքա գաս ու հանգստանաս, գալիս ենք աշխատելու, հիմա այստեղ կաշխատեմ թե այլտեղ, որովհետեւ խնդիր չեմ տեսնում։ Կարծում եք լավ եք աշխատել։ Կարծում եմ այո։ Ինչ օրենսդրական նախաձեռնություններով եք հանդես եկել։ Տեսեք, օրենսդրական նախաձեռնությունով որպես այդպեսին հանդես չեմ եկել, որը բազմաթիվ նախաձեռնություններ է եղել, որը քննարկման արդյունքներում քիչ թե շատ թերություններ է եղել, փորձել ենք շտկել եւ այլն, բայց բազմաթիվ նախագծերի համահեղինակ եմ եղել եւ հիմա այդ մասին ինձ թվում է դա բացակ եւ բոլորը տեսնում են եւ լրատվականները լուսաբանել են եւ հիմա դրա մասին խոսելու այդպես էլ հարկ չեմ համարում։ Հիմա իմ գործունեությունը տեսել է թե հանրությունը, թե ընդդիմությունը, թե իշխանությունը եւ թե հասարակությունը եւ թե կուսակցականները ըստ այդմ իրենք են վերջնական որոշումը կայացրողը եւ որոշում կայացրողներից մեկը նաեւ ես եմ որպես կուսակցական եւ ես էլ ընտրության իրավունք ունեմ։ Ասում են կատաղի պայքար է գնում ՔՊ-ի ներսում ցուցակներում առաջի տեղը զբաղեցնելու համար, ավելի լուրջ պայքար ՔՊ-ի ներսում է, քան ընդդիմության հետ։ Տեսեք, ես պայքար որպես այդպեսին չեմ տեսնում, պայքար կատաղի ձեր ասած, ես տեսնում եմ առողջ մթնոլորտ, առողջ քննարկումներ եւ ժողովրդավար կուսակցություն, որը իմ կարծիքով միակն է Հայաստանում, որ այսքան բաց է, այսքան թափանցիկ է եւ կուսակցականներն են որոշելու թե ով կդառնա պատգամավոր։ Այս խոստացումները ինչով է պայմանավորված, որովհետև շատ խիստ են վերաբերում հիմա պատգամավորների մասով, ինչպես նշեցի, երկու հոգու անունը շրջանառվում, որ հնարավոր է նրանք ցուցակում չլինեն, Հայկ Սարգսյանն ու Կարեն Սարուխանյանը։ Ես չունեմ ինֆորմացիա, չունեմ տեղեկություն, կարող եք ճշտել վարչության անդամներից, եթե հարկ համարեն պատասխանել, ես չգիտեմ ինչի մասին է խոսքը եղել, արդյոք ինչ քննարկում է եղել եւ չգիտեմ այդ ձեր ասած մարդիկ հիմա իմ գործընկերները հիմա կան, հաստատվել են թե ոչ եւ նորմալ է, չգիտեմ, նորմալ գործընթաց է, որովհետեւ պայքար չկա, որովհետեւ կատաղի պայքար չկա, որովհետեւ ասում եք ավելի շատ ներսում պայքար քան ընդդիմության դեմ, մենք ընդհանրապես պայքարում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, թե դա ում դեմ է ըստ էության պետքա որոշի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Պարոն Գրիգորյան միշտ երբ խոսում էր իշխանությունը, ասում էր, որ ընդդիմության հետ որևէ խնդիր չկա, մենք հաղթելու ենք հաստատ 50+ ավելձայն ենք հավաքելու, բայց մենք տեսնում ենք հիմա Եվրամիություն եք դիմում, որպեսզի օգնեն այստեղ բոլոր այն ձայները, ովքեր որ խանգարում են ձեզ, լրացնեն իրենց, համարելով նրանց ազդեցության գործակալներ կամ պայքար։ Հիմա ինչպես է դա ստացվում, եթե ընդդիմությունը իրենից ոչինչ չի ներկայացնում, ձեզ չի խանգարում, ինչու է Եվրամիությանը կանչում, այսպես ասած, որպեսզի օգնի ձեզ։ Տեսեք, մենք որից մեկին չենք կանչում, որ մեզ օգնեն, եւ ինչ վերաբերվում է ձեր ասելուն, թե իբրև ընդդիմությունը մեզ խանգարում է, կանչում ենք թե իբրև մեզ օգնի, նման բան որևիցե չկա եւ ընդդիմությունը շատ այս պահին թույլ քաղաքական իրավիճակում է գտնվում, որ մենք անհանգստանանք
Ընդհանրապես ԵՄ-ին կանչում։ տեսեք, եթե դու արդեն ԵՄ-ին, եթե դու արդեն ԵՄ-ի ժողովրդավարությունն եք կասկածի տակ դնում Հայաստանի Հանրապետությունը որպես լրագրող, ես ձեր հարցին ժպիտով կպատասխանեմ, կասեմ, որ մենք որևիցե մեկին չենք կանչում եւ այդ Դիմել եք Եվրամիության աջակցության համար։ ինչ աջակցության համար ենք մենք դիմել, հիմա դուք հարցը Հիբրիդային պատերազմի Տեսեք, այդ հիբրիդային պատերազմը եւ բազմիցս մենք ապացուցել ենք, որ կա իրապես հիբրիդային պատերազմ եւ կա ապատեգատվություն եւ կա սուտ եւ կա բազմաթիվ մարդկանց թիրախավորում եւ դիմել ենք, եթե դիմել ենք ըստ էության, դիմել ենք, որպեսզի պահպանվի ժողովրդավարությունը, պահպանվի իրականությունը, ինչի մասին է խոսքը ցանկացած պարագայում կարող ես եւ դուք անց որպես կարող եք դիմել օրինակ մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի թիրախավորումներից զերծ պահի կամ թիրախավորումը հայտնաբերվի եւ դատապարտվի, ինչ մասն է խոսքը, այստեղ շատ բան չի։ Հանգստություններ ունեք, որ չեք վերընտրվելու։ Հասկանում եք, որ 2021 թվականից հետո չեք կարողացել ձեր խոստումները կատարել եւ մարդիկ այլևս զեն չեն տածել։ Միանշանակ մենք կատարել ենք մեր խոստումները եւ դրա գնահատականը տալու է ընդամենը մի քանի ամիս հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ միանշանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իմ կարծիքով տանելու է մեծամասնության ձայները եւ ժողովուրդը նորից ընտրելու է մեզ, որպեսզի նորից շենացնենք Հայաստանը, որպեսզի նորից սարքենք ճանապարհները, դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցները եւ այլն եւ միանշանակ ընտրելու է մեզ, որովհետեւ մենք երբևիցե թալան որպես այդպեսին չենք արել եւ չենք էլ պատրաստվում եւ դրա պրակտիկան մենք չունենք եւ դրա սովորությունը մենք չունենք։ Իսկ ինչ վերաբերում է որ ասում եք ընդդիմություն, ես այս պահին ընդդիմության լուրջ մրցակից որպես այդպեսին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չեմ տեսնում։ Որ արժանիքի համար ձեզ պետք է ընտրեն, երբ որ դուք չեք կատարել ձեր նախընտրական խոստումները, կառավարության ծրագիրը։ Տեսեք, մենք կառավարության ծրագիրով եկել ենք, ասել ենք, այս ծրագիրը կանենք, հիմա գնալու ենք, ասենք թե ինչ ենք արել։ Թե հիմա դուք դա ձեր որակումն է, թե մենք չենք արել։ Ասում եք անջատում հանուն փրկության Շուշին ու Հադրութը հետ ենք բերելու, բայց մենք տեսանք ամբողջ Արցախը կորցրեցինք։ Ասել, որ ինչ-որ բան հետ ենք բերելու, չենք ասել, չենք ասել։ Դե օկուպացիա է ասվել, դուք երևի չեք կարդացել։ Միգուցե չեմ կարդացել։ Կառավարության ծրագիրը։ Այդ ֆորմատով եք նայում, բայց ինչ վերաբերվում է մենք ասել ենք խաղաղություն եւ բերել ենք այդ խաղաղությունը եւ ի տխրություն շատերի ովքեր ցանկանում են Հայաստանում որպեսի լինի վեճ, որ իրենց գործերը սև գործերն անեն, չի լինելու Հայաստանի Հանրապետությունում միանշանակ լինելու խաղաղություն, Հայաստանի Հանրապետությունը միանշանակ զարգանալու է։ Իսկ ինչ վերաբերվում կառավարության ծրագրին, դրա գնահատական տվողը ոչ ես եմ, ոչ դուք եք, կներեք իհարկե, մենք երկուս էլ ոնց որ դուք որպես լրագրող, ես որպես ազգային ժողովի պատգամավոր մեր գործն ենք անում եւ դրա գնահատականը կտա Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացին, ով կգնա ընտրատեղամաս եւ կորոշի թե ում է հաջորդ ընտրություններին տեսնում իշխանություն։ Պարոն Գրիգորյան, դուք չեք պատրաստվում ներողություն խնդրեք։ Սամվել Կարապետյանից ասել եք 8 անգամ ներողություն կխնդրեմ, եթե բացատրվի նա ոչ։ Չէ, դուք եք ասել 8 անգամ ներողություն կխնդրեմ Սամվել Կարապետյան։ Չեմ ասա եւ ձեզ մեկ էլ եմ մի անգամ էլ եմ ասել արծից նավթալինի հոտա գալիս, էլ չեմ պատասխանի, որովհետեւ դուք ուզում եք վերնագիր։ Ես մեկ անգամ ասել եմ հենց ձեզ, այս ձեր լրատվականն եմ ասել այդ մասին եւ ինչ վերաբերվում է Կալուգայի Սամոյի այդ մասին, որ իրանց գովքն եք անում դուք որպես լրագրող, ես տեսել եմ ձեր վերնագրերը եւ տեսեմ ձեր վերնագրերը, որպես որը օբյեկտիվ չի ըստ էության։ Ասել եք ներողություն կխնդրեմ, ներողություն խնդրելու եք, բա ինչ եք ասել։ Բան չեմ ասել։ Ես Սամվել Կարապետյանի անունը տվել եմ, թե չէ։ Հիմա հա դու ուզում եք վերադառնալ այն ասել, ես պատասխանել եմ, չեք նայել, չեմ ասել։ Չեմ ասել։ Ես ասել եմ ներողություն կգամ, չեմ ասել ներողություն կգամ Սամվել Կարապետյանից կամ չեմ ասել դե տեսեք այդ նորից մտնում եք դա չեմ ասել։ Չեք բարձաբանել, դուք ասել, դուք ընդունել եք, որ դուք ասել եք, այո, ես ներողություն կխնդրեմ, եթե բարձվի, որ նա բարեգործություն է արել։ Նա բարեգործություն արել, այդ որ ջիլի դպրոցի պատը ճաքած էր, իրանց ֆիրմաներ շահել, անում էր որ բլեր երեխեքի գլխին, դա էր բարեգործություն, այդ դրա մասին խոսեք, չեք խոսի, դա ընդ որում լրատվականն է ասել, ես չեմ ասում, լրատվականն է բարձել, մոտապես 5 դպրոց Գեղարքունիքի մարզում միայն 5 Գեղարքունիքի մարզում 5 դպրոց, որ իրենք են շահել եւ գործը եղել է թերություններով։ Ուզել են փող գողանան, երևի որ բարեգործության տակ կոսկեն ինչի մասն է խոսքը։
Մի քիչ էլ Տիգրան Արձականյանից խոսեք, ինքն էլ բարեգործություն անում դպրոցի երեխեքին պայուսակներ բաժանում, ինչը որ այս տարի նոր ընտրությունների ընդառաջ իրանք էին այն տները, որ նրանք կառուցել են, երբ որ սոտքի հատվածում Տեսեք, ես դրա համար հրավիրել եմ բանավեճի եւ հիմա էլ եմ հրավիրում բանավեճի Նարեկ Կարապետյանին եւ ասելիք ունեմ եւ այնտեղի շինարարների մասով ասելիք ունեմ եւ բազմաթիվ ասելիքներ ունեմ։ Հիմա չգիտեմ, ինչ որ մեկը ուզում է այդ ցուցակում առաջ գա, առաջ համարներ փորձում է ինձ Ձեր պարտել եք դուք ներողություն ի տարբերություն շատերի քաղաքականապես ոչ ասուն մարդկանց անդրադառնալու ոչ կարիք ոչ էլ բան եմ ճանապարհ եմ տեսնում եւ ցանկություն էլ չունեմ եւ մնացած այն հարցերը ինչից որ կներեք նավթալինի հոտա գալիս եւ եթե մի անգամ պատասխանել եմ ես երկրորդ անգամ չեմ պատասխանի եւ չեմ մանրամասնի եւ չեմ մանրանա եւ եթե դուք ուզում եք վերնագիր այս մասով ուղղակի դուք ասել եք թե չէ որ ներողություն կխնդրեք հիմա հերքում եք բայց դուք ասել եք նման բան ես դուք ասել եք ներողություն կխնդրեք Սամվել Կարապետյանի մեկ թե բարձվի որ Սամվել Կարապետյանի մասին որից է մեկը որից է բառ այդտեղ չի ասել ես չեմ ասել։ Պարզաբանեք իմանալ։ Ես ասել եմ հանրության մասին, պարզաբանել եմ, ախր տեսեք։ Դե հիմա երբ որ պարզվի, հա, իրենք օրինակ առանց քաղաքական իմաստի բարեգործություն արել, հա, բայց իրանք քաղաքական նկատառումներ են արել։ Դե ինչի 20 թիվը ցույց չեն տալիս, ինչի 19-ը, 18-ը։ Միգուցե ցույց տային կամ չգիտեմ, օրինակ գային գավառ ասային, օրինակ այս էլ մենք ենք արել։ Հələ տենային գել եսիմ։ Հաշինը ժամանակին ծափահարում էր եւ նրան բարերար էր անվանում։ Ես չգիտեմ այդ մասը ուշադիր չեմ եղել կամ եթե բարերար այդ տեսանյութը չեմ տեսել այդ տեսանյութը, բայց ինչ վերաբերվում է բարերարի քողի տակ փորձել պետությունից, դպրոցի երեխայից, այն որ վատ գործ անել, որ հանկարծ միգուցե փլվի այդ երեխայի գլխին, պատիվ գեղարքունիքի մարզպետանի, որը չի ընդունել բազմաթիվ անգամ ասել է որ այդ հոլովակում է դրված որևիցե բան ես չեմ ասում ինձանից ասում եմ լրատվականից հիմա դրա քողի տակ բարերարություն Լավ խոսենք նաև անվտանգային հարցերից հիմա ինչ իրավիճակ է Գեղարքունիքում դուք խնդիրներ տեսնում եք թե ոչ որովհետև այդ հատվածում մշտապես կրակոցներ ժամանակին հնչում էին Այս վերջի հարց թող լինի պատասխանեմ ու գնամ ես այս պահին տեսնում եմ որ ընդհանում է ըստ էության պետք է արդեն խումբ դելիմիտացիա դեմարկացիայի հարցերը լուծվի համանազատման եւ ես խնդիրներ չեմ տեսնում եւ տեսնում եմ զարգացող մարզ եւ տեսնում եմ զարգացող համայնք որտեղ մարդիկ պետության տրամադրվող գումարով տներ են սարքում որ մեջը բնակվեն ես տեսնում եմ այնտեղ եւ իմ Facebook-յան էջում էլ դրված է բազմաթիվ համանամերձ համայնքներում կրթ համալիրներ գեղեցիկ կառուցվում լավ դպրոցներ կառուցվում մանկապարտեզներ բուժում այդտեղից է արվելու չգիտեմ համազատման գործընթացին որպես այդպեսին դրա մեջ ներգրաված չեմ եւ ճիշտ կլինի այդ հարցը ուղղեք համանազատման գործընթացի իրականացնող մարմնին կամ այդ խմբին որը պետք է իրականացվի Ես ամենայն դեպս այս մի որոշակի ժամանակ չեմ լսել նման բան ամեն դեպքում եթե մեկ կրակոց է լինում միանշանակ գոնե ընտեղի իմ ծանոթներ ովքերից ճանաչում են գիտեն որ այդ բայից տեղ են լինելու շնորհակալություն